Հունիսի 23-ն է, Երևանի Կիլիկիա թաղամասի Այասի փողոցում ենք, որտեղից մեկ օր առաջ ֆոտոռեպորտաժ տեսանյութ ենք հրապարակել և բնակիչների խնդրանքն ենք փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին, որպեսզի նրա միջամտության արդյունքում վերջապես երկար տարիներ չլուծվող ու բնակիչների համար պատուհաս դարձած հիմքից փտած փայտե սյունը ապամոնտաժվի և նորը տեղադրվի, քանի որ բնակիչներն արդարացիորեն նշում էին, որ երբ մի թեթև քամի էր լինում, թվում էր, թե սյունը հեսա ուրվոր է, տապալվելու է և միայն լարերն էին պահում ու այս հատվածով մեծ թվով երեխաներ դպրոցներ են գնում, մանկապարտեզ են գնում, մի խոսքով մարդիկ անցնելիս ասма խաչակնկվում էինք։ Հրապարակումից ժամեր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կարգադրությամբ պատասխանատուները, որ երկար տարիներ քաղաքացիների ականջներին լապշա են կախում, խոստանում էին, որ կգան, խնդիրը կլուծեն, կվերացնեն այդ փտած սյունը, կփոխարինեն նորով, ժամերի ընթացքում ժամանեցին, տեսեք հիմա մարդիկ հանգիստ կարան տակով անցնեն, ոչ մի վտանգ չկա, ու քաղաքապետ Տիգրան Ավինյանի միջամտության արդյունքում շատ արագ ժամերի ընթացքում խնդիրը լուծվեց։ Հիմա այստեղից ուզում եմ դիմել պատասխանատուներին, հարգելիներս, անպայման պիտի ձեր վերադասը ցույցում տա, որ նոր ձեր ուղեղներին զոր տաք, բնակիչների խնդիրները լուծեք։ Այս խնդիրը պիտի քաղաքապետին չհասներ, սա պիտի անեն թաղապետարանը և այն պաշտոնյաները, պատասխանատուները, ովքեր որ դրա համար աշխատավարձ են ստանում։ Հիմա լավ է, փառք Աստծո, խնդիրը լուծվեց, գոնե մարդիկ տակով արդեն անվտանգ, ապահով կանցնեն։ Պատկերացրեք, մեքենան անցներ ու հանկարծ այդ սյունը պողպեր, տապալվեր, ընկներ մարդկանց վրա, մեքենայի վրա, բետոնից ավելի ամուր տեղադրվեց։